Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամ և մեկ մոտեցմամբ մեր ծանրորդը կարող է և փոքր ոսկե մեդալ հրում վարժությունում նվաճել և մեծ ոսկե մեդալ, ասել է թե Եվրոպայի չեմպիոնի երրորդ կոչումը նվաճել։ 241-ը նրա հնարավորությունների սահմաններում չէ, շատ ավելի ցածր է սահմանից, բայց ապահովության համար պետք է այսպես սկսել, առավել ևս որ սա էլ է ապահովում չեմպիոնություն։ Կանգնեց, հանգիստ կանգնեց և երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է արդեն և նա հաստատում է, որ Լաշա Տալախաձեի կարիերան ավարտելուց հետո քաշային այս կարգում հավասարը չունի։ Հիմա նա է այստեղ իշխում և խորհրդանշական է, որ դա անում է Վրաստանում, Բաթումիում Լաշա Տալախաձեի աչքի առջև այսպիսի ելույթ գրանցեց Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամով, նա առաջինն է հրում վարժությունում, 451 կիլոգրամով առաջինն է երկամարտում և հիմա տեսնենք ինչ է մտածել Լալայանը երկրորդ և երրորդ մոտեցումների մասով։ 253 կիլոգրամ է պատվիրում, դա կլինի Եվրոպայի ռեկորդ երկամարտում։ 462 կիլոգրամ է երկամարտի ռեկորդը։ 463 կդառնա երկամարտի արդյունքը Լալայանի, եթե հիմա հրի 253 կիլոգրամ։ Փոքր վարժությունում ռեկորդի հետևից չգնաց, հիմա արում վարժությունում փորձում։ Առայժմ Եվրոպայի ռեկորդ, և Տալախաձե։ Ամեն ինչ նրա աչքի առջև։ Եվ ի վերջո ավարտելուց առաջ կարիերան Տալախաձեն ասաց, որ այս պահից Վարազդատ Լալայանն է լինելու ուժեղագույնը այս քաշային կարգում։ Վերջին մրցակցությունը նրանց երբ օլիմպիական խաղերում եղավ Փարիզում 2024-ին երկամարտում Լալայանը Տալախաձեին պարտվեց ընդամենը 3 կիլոգրամ։ Դա արդեն խոսեց այն մասին, որ մրցակցությունը շատ ավելի լուրջ էր դարձել։ Հիմա առանց Տալախաձեի Լալայանը ինքն է թելադրում ամեն ինչ ու 463 կիլոգրամի համար է պայքարում երկամարտում, Եվրոպայի ռեկորդ է փորձում սահմանել։ Թերևս ամենա սպասելի, կանխատեսելի չեմպիոնություններից մեկը եղավ մեր երրորդ ոսկե մեդալը Եվրոպայի այս առաջնությունում, բայց այսպիսին է Վարազդատ Լալայանը։ Նա սովորեցրել է, որ այժմ հաղթում է իր մրցակիցներին մեծ առավելությամբ։ Ու հիմա ռեկորդի փորձ, այստեղ պայքարն ավելի դաժան է։ Ծանրաձողի հետ կանգնեց, հրեց և ցավոք չկարողացավ պահել ծանրաձողը Վարազդատ Լալայանը, Եվրոպայի ռեկորդը մնում է կանգուն և վերջին մոտեցումն է հիմա առջևում, եթե ցանկանա մոտենալ ևս մեկ անգամ գրոհել, կարող է և գրանցել, եթե ոչ, պարզապես կհրաժարվի և կբավարարվի չեմպիոնի կոչման։ Դժվար էր, քիչ էր մնում և Տալախաձեն տեսնում եք։ Կարծում եմ անկեղծ ցանկանում էր, որ Լալայանը պահի ծանրաձող։ Նույն 253-ն է գրանցված այս պահին, տեսնենք։ Հանգստանում է Լալայանը, կարծես թե տրամադրված է։ Երրորդ մոտեցումն էլ կատարել։
Լալայանը և նույն քաշը 253 կիլոգրամ։ Եվրոպայի ռեկորդ սահմանելու երկրորդ փորձը Վարազդատ Լալայանի 253 կիլոգրամ ծանրաձողի քաշն է, 463 կիլոգրամ կդառնա երկամարտի ցուցանիշը եւ դա Եվրոպայի ռեկորդ։ Վարազդատ Լալայան յուրատեսակ լռություն փոթորկից առաջ հայացքների խաղ Լալայանից Տալախաձեից Լալայան ռեժիսորը փոխում է անընդհատ։ Իհարկե Տալախաձեն գիտակցում է, որ մի օր իր բոլոր ռեկորդները գերազանցվելու են, բայց երբ։ Միգուցե հենց հիմա։ Ոչ, չստացվեց ցավոք սրտի կանգնել անգամ, բարձրացնել կրծքին պայել չկարողացավ Լալայանը, բայց հոգ չէ, խնդիր չէ, Վարազդատ Լալայանը միևնույն է Եվրոպայի չեմպիոն է, երրորդ անգամ իր կարիերայում, շնորհավորում ենք եւ սպասենք պարգևատրման արարողությանը, որը կլինի մի քանի րոպեից, գնանք ընդմիջ